նորից շանս կունենանք վերադառնալու եւ վերադարձնելու այն ինչ որ մերն է։ Ամեն մի պատմություն կապված Արցախի հետ յուրովի է ինձ մոտ եղել։ Սիզոն չկար, որ չուզենայինք գնանք, տեսնենք հողն է եղել, որը տոպրակներով մի քանի տոպրակ ուղակի հավաքեցինք հող Արցախի ու բերեցինք մեզ հետ Երևան։ Եվ մեզ հողը կների այն ամենի համար, ինչ որ մենք արեցինք դրա հետ։ Եվ նորից շանս կտա վերադառնալ։ Հանկարծ չլքել, որտեվ ստեղից պետք եղած ժամանակ ավելի հեշտ կլինի վերադառնալ Արցախ, քան այլ վայրերից։ Պարոն Սահակյան, Արցախի մասին զրուցելու հրավերը սիրով ընդունեցիք։ Շնորհակալ եմ։ Այլ տարբերակ չկա, որտեվ մեր դա իմ Արցախն է։ Իմ Արցախից ցանկացած հրավեր, ցանկացած կոչ ես միշտ պատրաստ եմ։ Եվ դուք որպես արվեստագետ, մուլտիպլիկատոր, ձեր խոսքով միշտ, ձեր գործերով, ավելի ճիշտ, միշտ խոսել եք մարդկայինի, պայքարի, ցավի ու հույսի մասին։ Արցախի կորստից հետո ամեն ինչ արժեզրկվեց։ Հույսով եմ, որ ոչ, խոսքը եթե գնում է հասարակության մասին, որը ուներ, կարծում եմ, այդ արժեքը։ Որոշներ կորսեցին, միգուցե շատերը չէին էլ ունեցել, բայց թաքցնում էին դա։ Կարծում եմ մարդիկ կային, ովքեր որ իսկապես համարում էին, որ դա բեռ է, որից պետք է ազատվել, բայց վստահ կարող եմ ասել, որ դա շատ քիչ տոկոս է կազմում։ Ես վստահ եմ, որ ամբողջ համայնք հայության համար Արցախը եղել է շատ կարևոր մի էջ, որը ինչպես որ Մոնտեն էր բնութագրել, որը ես հույս ունեմ եւ հավատում եմ դրան, որ դեռևս չի փակվել եւ վերջնական չի շրջվել այդ էջը եւ քանի կա հայը, քանի կա հիշողություն եւ քանի կա հավատը, որ ուղակի զուտ փորի համար չեն գտնվում այս երկրագնդի վրա, այդ գաղափարը երբեք չի մահանա եւ այդ էջը երբեք չի շրջվի, այլ ընդհակառակը միգուցե եւ գա այն պահը, երբ որ այդ մայտնիկի պրինցիպով այդ կգնա մյուս կողմ եւ մենք նորից շանս կունենանք վերադառնալու եւ վերադարձնելու այն ինչ որ մերն է։ Իսկ Արցախում շատ եք եղել, կա մի հիշողություն, կա մարդկային պատմություն, որը մինչ օրս ձեզ հետ է։ Շատ եմ եղել եւ առաջին սկորվանից հիացած եմ եղել մարդկանցով, բնությամբ։ Հիացած եմ եղել մարդկանց մոտեցմամբ իրենց երկրին, իրենց տանը, իրենց հողին, իրենց տաճարներին, եկեղեցիներին, իրենց ծառերին, իրենց բակերին, ամեն ինչին, ինչ որ իրենց դու հասկանում ես, որ իսկապես դա վաստակած եւ պայքարով նվաճված, վերադարձված ամեն մի քար կամ հողի կտոր, որը շատ կարևոր դերակատարում ունի արցախցու համար։ Եվ եթե post-factum եմ արդեն ասում, եթե մենք ժամանակին մի քիչ ավելի շատ, այսպես ասենք, հայաստանցիներ գնային Արցախ, կարծում շատ-շատերի համար էլ երբեք հարց չէր ծագի ինչի են այն մարդիկ, ովքեր որ գոնե մեկ անգամ եղել են այնտեղ եւ չեն դավաճանել իրենց գաղափարներին, չեն կարող հաշտվել այն մտքից, որ այդ երկիրը, այդ բնորանը չկա։ Եթե մարդիկ գնային տեսնային, կարծում եմ լրիվ ուրիշ վերաբերմունք կլիներ։ Եվ ամեն մի պատմություն կապված Արցախի հետ յուրովի է ինձ մոտ եղել եւ ամենը ինչ որ բարձր եղել են երջանիկ պայեր, դա միջև պատերազմներ։ Հիմնականում ինչ առիթներով էիք այնտեղ։ Ուղղակի գնալ տեսնելու ցանկություն կար, գնալ տեսնել Գանձասար, որ արդեն այնքան ժամանակ գտնում ենք, ոնց կարանք չգնանք։ Ի սկզբանե հայրիկիս հետ էինք շատ ուզում գնայինք, բայց ցավոք սրտի չհասցրեցինք իրար հետ գնայինք, որը պլաններում շատ կար, որ մի օր ուղղակի պետքա նստել ու գնալ։ Ուղղակի ու դա իսկապես այդպես էր։ Կարող էր ուղղակի մեքենա նստել եւ մի քանի ժամ հայտնվում էր Արցախում։ Բայց չգիտեմ ինչն էր խանգարում, երևի այն բանն էր, որ միշտ կա, կհասցնենք։ Դրա համար երևի չենք ոնց մոբիլիզացված չենք անում։ Իսկ վերջի տարիներին ուղղակի ոնց որ կանչեր, իսկապես, որտեվ սիզոն չկար, որ չուզենայինք գնանք, տեսնենք,
չտեսնենք, ուզում ենք գնանք տեսնենք Արցախ։ Պատերազմից հետո նկատի Պատերազմից հետո էր եւ պատերազմից առաջ իհարկե։ Պատերազմից հետո ավելի դաժան, որտեղ կար մտավախություն, որ կարա ավարտվի այս ամեն ինչը եւ կարող ճանապարհները դեռ բաց են, բայց վտանգը իսկապես կար եւ այդ ժամանակ ավելի ահագնացած էին գնում եւ ավելի պահանջը նույնիսկ ավելի մեծ էր, ավելի շատ էինք ուզում, երբ որ ստիպված ենք լինում վերադառնալ, ինչ որ մի բան քեզ ստիպում էր անընդհատ, որ չէ, այլ մի ժամ էլ ավել մնամ, մի ժամ էլ ավել մնամ եւ վերջին վերադարձի ժամանակ վերջի բանը որ տարել եմ, դա հողն է եղել, որը տոպրակներով մի քանի տոպրակ ուղակի հավաքեցինք հող Արցախի ու բերեցինք մեզ հետ Երևան։ Երևի մի բան կանխագուշակում ենք, որտեղ այդ օրվանից հետո արդեն բլոկադա, արդեն բնականաբար հնարավոր չէր մտնել Արցախ եւ բնականաբար ում հետ էի գալիս գնում ընտանիքով, հիմնականում ընտանիքով, հիշում եմ 19 թվականին ամբողջ ընտանիքս, ես ու եղբայրս որոշեցինք, հայտարարեցինք, որ ամռանը մոռանում ենք բոլոր գործերը, դնում ենք մի կողմ ուղակի եւ ամբողջ ընտանիքով գնում ենք Արցախ, շատ ողջավորվեցինք բոլորս երեխաներով, նույնիսկ մեր փոքր շանն էինք վերցրել ինչ-որ տրամադրված։ Մի քանի մեքենայով բոլորս գնացինք եւ ֆանտաստիկ օրեր անցկացրեցինք, մոտ մի 10 օր այնտեղ էինք եւ դա երևի հասցրեցինք շատ բան տեսնել, բայց միևնույն ժամանակ հիմա երբ որ հասկանում ես ինչ են կորցրել, հասկանում ես ինչեր չեմ հասցրել տեսնել եւ ինչեր կուզեի դեռ տեսնել եւ շատ եմ ցավում, որ ցավոք սրտի այդպես չեղավ, բայց ամենաերևի վառ հիշողություններից մեկը դա 15 թվականին, երբ Աննահիտ մուլտֆիլմն ենք ավարտել եւ մշակույթի նախարարության հետ որոշում կայացվեց, որ անպայման ֆիլմը, քանի որ նկարագրում էր եւ արցախցու կերպարը եւ հեքիաթը ինքը իրանով եւ վաչագան բարեպաշտի մասին էր խոսքը գնում այնտեղ, որոշեցինք անպայման ֆիլմը ցուցադրենք եւ 15 թվականի հունվարին բերեցինք ֆիլմ Արցախ եւ ցուցադրություններ ունեցանք թե Շուշիում եւ թե Ստեփանակերտում եւ անշլագներ էին անընդհատ կինոթատրոնում եւ ուղղակի ողջավորությունը շատ մեծ էր եւ այդ ժամանակ մենք գնացինք մի մեծ ավտոբուսով, խնդրեցի այն ժամանակ մեզ աջակցեցին եւ մեկ ավտոբուս ամբողջ ստեղծագործական խումբը տարանք մեզ հետ, այսինքն ֆիլմը չտարանք 1-2-3 հոգով, այլ գնացել ենք մոտ 20 հոգով եւ էլի շատ վառ, շատ լավ հիշողություններ են եւ նաեւ ինչն է շատ կարեւոր, այն ինչ որ շատերը ասում են, որ այդպես չէ, բայց ես վստահ կարող եմ ասել, որ շատ շնորհակալ եմ արցախցին։ Եթե բոլորը ասում են, որ արցախցիները մի քիչ վերևից են մեզ նայում, որտեղ իրանք արցախցի են, իսկ մենք, բայց այն շնորհակալ աչքերը, որոնք որ ես տեսա երեխաներին, Արցախի ես երբեք չեմ մոռանա եւ այն թե ֆիլմի համար, թե նրա համար, որ մենք եկել ենք, թե նրա համար, որ պլաններում կար եւ նույնիսկ նախնական պայմանավորվածություն կար Շուշիում ստուդիա ստեղծելու, հիմնելու։ Ինձ ասում էին, դու պատրաստ ես ամեն անգամ Երևան, Շուշի անընդհատ գնալ, ասի ես ինչ ես գնում, գամ տեղափոխվում եւ վերջնական մնամ Արցախում, այլ Երևան արդեն կգամ, երբ որ ժամանակ ունենամ, մենք այնպեսի ցանկություն կար, այնպեսի ձգտում կար լինել այնտեղ եւ նույնիսկ երբ որ մտածում ենք, եթե նույնիսկ անտանելի պայմաններ սկսվեն Հայաստանում, միակ տեղը, որտեղ մենք հանգիստ կարող ենք ապրել, դա կլինի հանգիստ ստեղծագործելու, ապրելու եւ աճելու համար դա Արցախն է։ Արցախը շատերի համար էր ներշնչանքի աղբյուր։ Հիմա ձեզ ինչը կամ ով է ոգեշնչում։ Ես ոգեշնչվում եմ այն գաղափարով, որ սրա այս մղձավանջի եւ այս օրերի վերջը մոտ է եւ կգան ժամանակներ, երբ մեզ հողը կների այն ամիջի համար, ինչ որ մենք արեցինք նրա հետ եւ նորից շանս կտա վերադառնալ։ Ես այդ հույսով եմ ապրում, ես հույսով եմ, որ մենք արժանի կլինենք նորից այն ամիջի, ինչ որ մեզ տրվել է։ Եվ դրանով էլ ոգևորում եմ, ոգեշնչում եմ։ Ու մեծ ողբերգությունը տկարացնում է, չէ՞ մարդուն, երբեմն էլ ուժեղացնում։ Ուժեղացնում, բայց ես չեմ կամ, ես օրինակ շատ եմ հանդիպում Facebook-ում օգտատեր կա, որը տարբերաբար կադրեր է դնում Արցախից, հիմիկվա Արցախից արդեն, գրավված, զավթած Արցախից, ես չեմ կարողանում նայել անկեղծ, ես
թերթում եմ այդ վիդեոներ, դեռ չեմ կարող, դեռ պատրաստ չեմ նայել, որովհետև իմ աչքով եմ տեսել Շուշիի ճանապարհին կանգնած ազերների եւ բացի վրեժից ուրիշ զգացմունք չի արթնանում քո մոտ։ Դրա համար երևի որ չգիտեմ, չեմ կարող։ Դրա համար ցավը փորձում եմ աշխատանքով ուղղակի մի քիչ թուլացնել։ Հույսը Բայց ավելի ցավը մեծ է։ ամեն օր է, իսկապես ամեն օր է, որովհետև դա երևի միակ բանն է, որի մասին մտածում եմ ամեն օր։ Շատ քիչ բան կա, ու շատ քիչ մարդիկ կան, որոնց մասին ես ամեն օր եմ մտածում եւ եթե ուզենք, եթե նույնիսկ կարող եմ ասել, որ ժամը 1 իմ մտքով այդ մարդիկ ու այդ գաղափարները անցնում են։ Դա Արցախը այդ բաներից մեկն է։ Ես չեմ կարող չմտածել Արցախի մասին։ Մուլտիպլիկացիայի միջոցով հնարավոր է արտահայտել այդ ցավը կամ գուցե հույսը վաղվա օրվա հանդեպ։ Ինձ դժվար է պատասխանել, որտեղ օրինակ կան նաև մարդիկ, ովքեր որ ասում են լավ ոնց եք դուք ձեր ստուդիայով թեկուս չեք ստեղծագործում կամ չկան աշխատանքներ, որոնք որ ուղղված են այդ նույն բաների մասին, ինչ որ մենք խոսում ենք։ Իրականում կան այդպիսի պրոյեկտներ, բայց իրանք տենց տեսանելի չեն եւ կոնկրետ այս պահին մենք շատ տարբեր եւ շատ կարեւոր մեզ համար պրոյեկտ ենք անում, որը կոչվում է բանիմացիա, պրոյեկտը, որը պատմում է Հայաստանի պատմության մասին, հետարքիր դրվագների մասին պատմության, սկսված Մաշտոցից, գրերի ստեղծելուց մինչև Տիգրան Մեծի եւ որևէ ամեն մի սերիայում մենք պարտադիր հիշատակում ենք Արցախը։ Եթե մենք պատմում ենք ստեղծված Տիգրանակերտների մասին, ապա անպայման այդ ֆիլմում նշում ենք, որ կար նաև ստեղծված Տիգրանակերտ Արցախում։ Եթե մենք խոսում ենք Մեսրոպ Մաշտոցի մասին, մենք անպայման նշում ենք Ամարասը։ Եթե մենք ուղղակի չկա առիթ ինչ որ մի բան անալ, մենք թե դրոշը եւ թե ինչ որ մի ակնարկ Արցախի մասին պարտադիր լինում է։ Եվ վերջերս Մարսելի երեխաների հետ հանդիպում էր on-line, որտեղ ֆիլմ էինք ցուցադրում իրենց, ասեցին ինչ կմաղթեք մեզ ապրողներից Մարսելում, ասի այս պահին կարող եմ ոնց որ ձեր մեծերը չմոռացան Արևմտյան Հայաստանը եւ դուք այսօր գիտեք ինչ է Արևմտյան Հայաստանը, այդպես դուք չպետք է մոռանաք Արցախը, որևէ պարագայում չպետք է մոռանաք, որ անպայման ձեր թորնիկները, ձեր երեխաները, երբ որ ունենան հետագայում այլ վիդեոզանգ ու այլ մշակույթի գործիչների հետ, այլ խոսակցություն ունենաք, դուք իմանաք ում հետ եք խոսում եւ ինչի մասին եք խոսում։ Դա իսկապես ամենակարևոր բանն է եւ խոսքը կոնկրետ Արցախի մասին է եւ Աստված ոչ անի, եթե մենք մոռանանք եւ ուրանանք։ Կապ չունի քանիսն են այսօր ուրացածների մեջ, քանի հոգի են, ուրեմն կամ իրանց ենք բուժում, կամ ստիպում ենք, որ նրանք չմոռանան, բայց երբեք չպետք է թողնենք այդ գաղափարը, վերադարձի գաղափարը։ Պարոն Սահակյանց, կա որևէ Արցախի հետ կապված հարց, որի պատասխանը դեռ չեք գտնում։ Շատ են։ Իրականում Արցախը գիրք է, որը կարծում եմ շատերս, ես էլ ինձ կարող եմ դասել այդ մարդկանց շարքում, ովքեր որ նոր են սկսել բացահայտել, նոր են սկսել կարդալ։ Եվ դեռ շատ հատորներ կային, որոնք որ կարողանային պատասխանել, որտեղ հարցերը ծագում են այն ժամանակ, երբ դու սկսում ես ուսումնասիրել։ Իսկ ուսումնասիրելու անverջ թե ցանկություն կար, եւ թե մնացել է նաեւ, եւ թե պահանջ։ Դրա համար հարցերից պատասխանները դեռ չեմ գտել։ Այսօրվա ամենա ինձ հուզող հարցը թե ինչն ենք մենք սխալ արել, ինչու այդպես եղավ։ Այդ դրա հարցն եմ ուզում գտնել։ Այդ հարցի պատասխանը։ Բայց դա կարծում եմ ոչ միայն Արցախին է վերաբերում, այլ երևի թե ամբողջ հայությանը։ Ինչ պետք էր անել Արցախցին, որ չարեց։ Արցախցին։ Այո։ Ես շատ դժվար է խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր որ անցել են այդ ամեն ինչի միջոցով, այդ
այդ դեպքը չի, այլ եթե մենք ուրիշ պայմաններում լինել, ես օրինակ կարող եմ խորհուրդ տալ, ինչ կարելի անել, որ ավելի լավ լինի։ Դա իհարկե ավելի հեշտ կլիներ, բայց ձեր այսօրվա հարցը ինձ շատ դժվարանում է պատասխանել։ Հավատ չկորցնել, միանշանակ հավատ չկորցնել եւ պայքարի ցանկություն չկորցնել որևէ պարագայում, չլքել, չնայած բոլոր դժվարությունների, որոնք որ կան այսօր ներկայիս Հայաստանում, Հայաստանի տարածքում, քաղաքական լինի, մշակութային լինի, այլ լինի, ինչ ուզում է լինի, հանկարծ չլքել, որտեվ ստեղից պետք եղած ժամանակ ավելի հեշտ կլինի վերադառնալ Արցախ, քան այլ վայրերից, աշխարհի տարբեր կետերից։ Միակ բանը ցանկությունս է իսկապես չլքել հայրենիքը։ 2021 թվականին հրաժարվեցիք պատգամավորական մանդատից, կանխազգում եք մեր գլխին կախված Դամոկլյան սուրը։ Արդեն պարտված էինք պատերազմում եւ հրաժարվեցի մանդատից մի պարզ պատճառով ուղղակի հասկացա, որ ընտրություններում ես անձամբ պարտվել եմ եւ չկարողացա ուղղակի շարունակել ոչ այն երանդով եւ բանով, որոնք որ շարունակեցին մնացած գործընկերներս Հայաստան Դաշինքի, ինչի համար ես իրանց շարունակում եմ եւ թե հարազատ համարել եւ դա մեկ է իմ դաշինքն է փաստացի, ես հասկացա, որ չեմ կարող ուղղակի պարտվել եմ եւ ինձ դժվար էր պարտված վիճակում դա անել։ Փախուստ չէր իրականությունից, պարոն Սահակյան։ Փախուստ չէր, որտեվ այն ինչ որ այսօր անում են շատերը, ես չէի կարողանալու, կարծում եմ անել։ Կարծում եմ այդպես։ Այլ պայքարի տրամադրվել ես ի սկզբանե, ինձ թվում էր, որ իմ ներկայությունը դաշինքում կօգնի հաղթանակին, միգուցե եւ օգնեց որոշ չափով, բայց ես համոզված եմ մեր հաղթանակի մեջ եւ ձեռքերս ուղղակի իջան, երբ եղավ այն ինչ որ եղավ։ Բայց հիմա շարունակում եք պայքարել։ Միշտ եմ պայքարել եւ դեռ 18 թվականից, երբ որ ամբողջ հասարակությունը ողջավորված դիմավորում էր, այն ինչ որ դիմավորում էր, ես արդեն ժամանակվանից արդեն մտավախություն ունեի եւ ռեալ կասկածներ ունեի նպատակների, որի համար գալիս են նրանք, ովքեր որ եկան։ Դրա համար պայքարել եմ ներկայիս իշխանության դեմ թե առաջի օրվանից եւ իհարկե մինչեւ չտեսնեմ ազատագրված հայրենիք, ես պայքարը շարունակելու եմ։ Իսկ ինչ ճանապարհ եք տեսնում Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Այս պայն կարծում եմ միայն դիվանագիտական, բայց մի շատ կարևոր գործոն կա, առանց որի մենք չենք կարողանալու դա անել։ Դա ցանկությունն է դա անել։ Այսօր իսպառ բացակայում այդ ցանկությունը, որևէ հարցով աջակից լինել, որևէ հարցով օգնել, դրա համար ամենակարևորը դա ռեալ ցանկությունն է, եթե եղավ վերականգնել իրավունքներ արցախցիների, նոր կարող ենք հույս փայփայել, որ մի բան կստացվի։ Եվ եթե եղավ ցանկությունը ազգի մոտ, հասարակության մոտ, կհայտնվեն նաև մասնագետներ, ովքեր որ այդ ճանապարհը կգտնեն։ Մենք այսօր կան այդպիսի մարդիկ, կան մարդիկ, ովքեր ես վստահում եմ, հավատում եմ, որ կարող են շրջադարձային որոշումներ կայացնել եւ հարցը լուծել ի օգուտ արցախցիների առաջին հերթին, բայց այսօր մենք զրկված են որևէ լծակներից այդ հարցի լուծումը կատարել։ Հիմա ծանոթներ ունեք Արցախից, շփվում եք արցախցիների հետ։ Այո, իհարկե։ Ինչ Հիմա ավելի են շատացել։ տեսնում։ Հիմա ավելի են շատացել ծանոթներս եւ մարդիկ, ովքեր որ շփումը կա, շփվում ենք պարբերաբար տարբեր թեմաներով, բայց դե հիմնականում այսօր իհարկե մեկ հարց կա եւ այդ մեկ հարցի շուրջ է ամբողջ ցանկացած խոսակցություն սկսած հասարակ կենցաղային խոսակցությունը միշտ վերադառնում ենք գլոբալ խնդրին, որը այսօր մեր առջև կանգնած է։ Եթե դրա մասին չերազենք, կկորի, այդ երազանքը կկորի։ Ես չեմ ուզում այդ երազանքը երբևէ ու ոչ ոք չի կարող ինչով ուզում լինի այդ երազանքը մեջից հանել։